Ինքը միանգամից օժանդակեց արտադրողներին, որպեսզի այս սերիալը վաճառվի եւ դուրս գա Թուրքիայի սահմաններից դուրս։ Կինոլեզվով նույնիսկ մարդիկ կարողացել են աշխատել լայվ զանգվածների հետ ու հասնել իրենց նպատակին։ Միակ արվեստի ճյուղը, որը մնաց այդ փլատակների տակ, դա կինոն էր։ Արա այդ կինոն առաջին ռեակցիան հասկանում ես, ու ապշում էր թատերական ինստիտուտը, երբ պահպանվեց, այդ երեխեքը ռեալիզացվելու տեղ չունեին, ցավը տանը։ Փոքր բյուջետային ֆիլմը մոտապես $300,000 դոլարի մասին է։ Սցենարն է եղել, որ նույնիսկ վետո է դրվել։ Նույն Ֆրանսիայում օրինակ կա հստակ թիվ, որ յուրաքանչյուր կինոթատրոն պարտավոր է ցուցադրել ֆրանսիական կինո։ Ողջույն, եթերում զորած զրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ։ Ես Ավետիք Նեմքերոպյան։ Եվ այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք Հայկ Օրձյան, հայտնի ռեժիսոր, մեր ընկերը, մարդ, որ հայտնի է բազմաթիվ իր ֆիլմերով, որտեղ երևում է հայկական կոլորիտը, հայկական բնավայրը, Հայկի հետ ծանոթ եմ շատ վաղուց, ինքը պրոֆեսիոնալ է, մարդը, որը փորձում էր ժամանակին մեր TV-ներում նորարարություն կիրառեր, հա, ու Հայկը նաև հայտնի է նրանով, որ ինքը արել է պրոյեկտներ ու անում է պրոյեկտներ, որոնք վերաբերում են մեր բանակին, ռազմական թեմատիկային, շատ հաջող պրոյեկտներ արել, հա։ Այսօր մենք Հայկին որոշեցինք կանչել Աբոյի հետ ու խոսել կինոյի մասին, բայց կինոյի մասին անվտանգության պրիզմայից։ Այո, սենց հետաքրքիր բան կա։ Ու առաջի բան ինձ ինչ հետաքրքրում է, ընդհանրապես Հայաստանում ինչքանով է բարդ սարքել կինո, սենց ասեմ։ Սարքել բառը, եթե ստեղծել կինո, լավ։ Ստեղծել կինո, եւ այդ բառն ավելի ճիշտ է։ Կինոդելի ռուսները ասում են, դրա համար եմ ասում, սարքել։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, շատ լավ ֆորմատ է եւ հույս ունեմ այսօր հետաքրքիր զրույց կունենանք։ Ինչ վերաբերում է Հայաստանում ինչքանով է բարդ կինո ստեղծելը, կինո նկարահանելը։ Լավ ասեցին, ինչքանով է բարդ, ոչ թե ինչքանով է հեշտ։ Այո։ Որտեղ թվում է թե այսօր հեշտ է վերցնել հեռախոսի խցիկը բացել, դա սկսել նկարել ինչ-որ բան, հետո գցել դարձնել մարդկանց հասում, բայց կինոն որպես մշակույթի ձև իսկապես երևի թե բարդ է։ Կինոն բարդ է առաջին հերթին ինչի համար։ Մյուս արվեստի ճյուղերից առանձնանում է ինչով, որտեղ ինքը ունի երկու կոմպոնենտ, մեկը արվեստն է, բնականաբար, մյուսը արտադրությունը։ Այսինքն մյուս արվեստի մյուս ճյուղերում արտադրության մասը շատ ավելի փոքր է եւ քիչ համեմատած կինոյի։ Այդ իսկ պատճառով այստեղ կինո ստեղծելը կրկնակի երրակի միգուցե քառակի անգամ բարդանում է, որովհետեւ այս արտադրական մասը ինքը կապված է միանգամից անմիջապես երկրի տնտեսության, արտադրողականության հետ։ Այո, իհարկե կան նաև ստեղծագործական մտքի խնդիրներ, հա, ինչ որքանով է քո միտքը հետաքրքիր, ստեղծարար, հա, այդ կրեատիվ բառը ստեղծարարությունը, բայց ինչ վերաբերում է արտադրական մասին, մենք բնականաբար այստեղ ենք բախվում առաջին լուրջ հարվածի, որովհետև Հայաստանում ընդհանրապես տնտեսությունը, այսպես ասենք, շատ զարգացած չի, եթե համեմատենք եվրոպական զարգացած երկրների հետ, եւ Հայաստանում չզարգացած տնտեսության մեջ ստեղծել կինո արտադրել, ֆիլմեր արտադրել, սա բարդ, ինքնին բարդ խնդիր է։ Ու բացի դրանից, ֆիլմի արտադրությունից զատ նաև պետք են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որոնք շատ հաճախ բացակայում են մեր երկրում։ Օրինակ, ասենք, եթե դու դուրս ես գալի Երևանի սահմաններից, ուզում ես ենթադրենք Մեղրիում այդ հրաշալի բնության մեջ բնապատկերներում ֆիլմ նկարահանել, դու պիտի ապահովես մոտավորապես 100-ից 150 հոգի մարդու կեցավայր, տրանսպորտ, ուտելիք եւ այլն, այսինքն իսկ Մեղրիում ապրիորի այս պահին
այդ հնարավորությունը չկա։ Բացի դրանից ոչ միայն այդ ամեն ինչ էլի, եթե գեղարվեստական կինոյից նկարում ռեկվիզիտ կա, դրա պահպանություն կա, այսինքն դեկոր, դեկորացիա, եւ մնացած ամեն ինչը, որը դրանք մասնագիտական դեպարտամենտներ են, որը էլի բացակայում է Հայաստանում։ Օրինակ, ես երբ որ դրսում աշխատում եմ, մենք այդքան շատ չէինք նեղվում այդ խնդիրներից, որտեղ մենք գիտենք միտեղ գնում ենք այդ կինո ընկերություն կամ ստուդիա, որտեղ կային տարբեր դեպարտամենտներ, դու վարձում էիր ռեկվիզիտը, չգիտեմ, հագուստը եւ այլ եւ այլը։ Ընդ որում այդ ռեկվիզիտը երբ հին Հունաստան հին Հռոմից սկսած մինչեւ ապագա եւ մինչեւ այլ ոլորակներ, էլի։ Իսկ Հայաստանում դա այսպես մի բան այստեղից, մի բան այնտեղից այդ իրավիճակում ես։ Բայց դու, եթե չեմ սխալվում, Նարինե Աբգարյանի, չէ, Զուլալի ֆիլմն ես նկարահանել, որը նկարահանել ես Ադրբեջանի այդ սահմանին գտնվող հրաշալի Այգիձոր գյուղում, թող ներողություն, բայց դա կենտրոն չէր էլի, ոնց է ստացվել։ Դե շատ բարդ ստացվեց։ Մենք նույնիսկ կանգնած էինք նախագիծը կանգնեցնելու վտանգի առաջ։ Ստեղ շատ լուրջ խնդիրներ առաջացան խնդիրներ նաև այն ընթացքում, երբ որ COVID-ը եկավ մեր դուրը, չոքեց մեր դուրը, հետո COVID-ից հետո այդ յետ-COVID-յան շրջաններ, հետո երկրորդ փուլից հետո, երբ որ արդեն պիտի մոնտաժ անեինք, պատերազմը վրա հասավ, այսինքն այս ամեն ինչից զատ նաև կային տեղում արտադրական ծառայությունների խնդիրներ։ Մենք չունեինք այն ժամանակ բավարար չափով լավ որակի հյուրանոցային ցանց այնտեղ, բացարձակ չկային։ Բերդում, չգիտեմ, գյուղերում եւ այլն, ռեստորանային համակարգը շատ թույլ է, հասկանում եք, այնտեղ այդպես Մարդիկ պատկերացնում են, որ այն որ ֆիլմերի մասին, մի ռեժիսոր, չգիտեմ, ասիստենտ, օպերատոր, մի երկու դերասան, չէ, մեր Երևանից գնացած թիմը մոտավորապես 75 հոգի էր։ Գումարած այնտեղի մեր մասնագետները, որոնք միացել էին տեղում, այսինքն մոտավորապես 100-120 հոգի մարդ շատ երկար աշխատում էր այդ շրջանում, այսինքն դուք պատկերացնում եք ինչի մասին է խոսքը, այսինքն մենք չենք կարողանում ապահովել լավ սնունդ առաջին շրջանում, հետո մենք հասկացանք, որ երկրորդ փուլում այստեղից պիտի տանենք այդ բացօթյա խոհանոցը, հա, այդ որ այնտեղ տեղում պատրաստվի եւ այլն, բայց տեղում հրաշալի մթերք կա, հրաշալի ամեն ինչը լավ է, սնունդը եւ այլն, բայց ռեստորանային համակարգ չկա։ Անխափան ապահովման խնդիրներ կա։ Այո, ու բացի դրանից նաև տրանսպորտային խնդիր կա լրջագույն։ Ու երբ որ դու սա գումարում ես իրար, դառնում է ամբողջությամբ մի այնպիսի իրավիճակ, որ 1-2 պրոդյուսեր փորձ անելուց հետո երրորդ էլ չի ու ցանկանա փորձի այնտեղ գնա ինչ-որ բան նկարահանի։ Այսինքն իհարկե հիմա անհամեմատ ավելի լավ ասկսեցին հյուրատներ բացել, փոքրիկ, տեսնելով 23 թվականի նոյեմբերին Բերդում մի գիշեր քնելը լավ էր։ Եվ Երևանից ոչ վատ ռեստորան կար, որտեղ կար։ Հիմա արդեն բացեցին, բայց այն ժամանակ, երբ որ մենք էինք նկարահանում, այդտեղ ուղղակի անհնար։ Դրա համար է ստեղ զարգանում այդ սերիալային արտադրությունը, երբ որ մի հատ լոկացիայում, չգիտեմ, մի 4-5 հոգով քիչ փող ես ծախսում, ստանում ես արդյունք։ Հա, դա այդ ամեն ինչը ֆինանսից է գալիս։ Այսինքն եթե դու հեռուստատեսություն, օրինակ սերիալների արտադրողները հիմնականում հեռուստատեսություններն են եւ այդ սթրիմինգային ընկերությունները, չէ՞։ Բնականաբար իրենց համար բարդ է կազմակերպել սերիալներ, որոնք ենթադրենք Երևանից դուրս են լինելու։ Եվ ընդհանրապես ստուդիայից դուրս։ Հա, եւ ընդհանրապես դե հիմա ստուդիայում էլ չեն կարողանում շատ նկարել, ստիպված, ասենք բնակարաններ են վարձում, առանձնատներ են վարձում, դա որպես ստուդիա են ծառայեցնում, ձևավորում են, դա էլ է իմիջայլոց շատ վատ, որ չկա Հայաստանում մի մեծ ստուդիա, որտեղ կլինեն տաղավարներ։ Առաջ կար Հայֆիլմ կինոստուդիա, առաջ կար, հիմա դե մի այդ մի կիսատ Հայֆիլմի տաղավարը կա, բայց այնտեղ հիմնականում այդ հարց չի լուծում, այսինքն ես երբ որ մի անգամ մենք գնացել էինք Ուզբեկստան եւ Տաշկենտի հեռուստակայաններից մեկը մեզ տարավ այնտեղ որպես շրջայցի եւ ես տեսա մի առանձին
մասնաշենք իրենք սարքել են միայն սերիալների տաղավարների համար։ Միայն սերիալների տաղավարների համար, այսինքն այնտեղ ամբողջությամբ այնտեղ էին նկարահանվում։ Դա երեք կողմից բաց են։ Ամեն ինչը հատուկ այդ սարքավորումների համար է տեղաշարժը կազմակերպված եւ դա ճիշտ մոտեցումն է, որտեղ աշխարհում եւ եվրոպական երկրներում, թե Ամերիկայում, թե Ռուսաստանում դա ընդունված տարբերակ է, իսկ մեր մոտ մենք դեռ նոր ենք հասկանում կինոյի, եթե հասկանում ենք, այս շատ կարեւոր է, կինոյի անհրաժեշտությունը եւ կարեւորությունը, կինոյի ուժը նաեւ, որտեղ եկանք այն թեմային ճիշտ թեմա որը մեզ ես մի հատ բան ասեմ, էլի, ինչից էս ամեն ինչի մոտ առաջացավ, կներեք։ Ես 14-15 թվականին շատ պատահական ինձ համար բացահայտեցի, որ մեր բնակչության մի որոշակի զանգված չեմ կարող ասեմ ինչքան նստած է թուրքական սերիալների վրա։ Ու ես զարմանում եմ, ասում եմ, ոնց կարելի է նայել։ Մի օր վերցրեցի, սկսեցի search անել, փնտրել այդ թուրքական սերիալները, տեսա, որ բավականին որակ կա։ Թե կադրի տեսանկյունից, թե ռեժիսուրայի, թե դերասանական խաղի։ Տարի իրանք ուժեղացան ու ես վերջերս երբ որ ինչ-որ հոդված աչքովս ընկա, ուրեմն 500 միլիարդ չէ, կներես, շատ ասեցի, բայց 5 միլիարդ գուցե դոլար իրանք գումար էին վաստակել իրանց այդ կինոարտադրության ոլորտում, որից մի ահռելի հատվածը իրանք աշխատել են սերիալներից։ Դե ես մի ավելի լուրջ բան ասեմ։ Իրենց այդ սերիալային այսպես շքերթի կարևորագույն նախագծերից մեկը դա հրաշալի դարը սերիալը։ Բոլորը նայում են։ Այո, բոլորը նայում էին ու երբ որ այդ պետությունը հասկացավ այս սերիալի թուրքական պետությունը, այս սերիալի գինը եւ կարեւորությունը ինքը միանգամից օժանդակեց արտադրողներին, որպեսզի այս սերիալը վաճառվի եւ դուրս գա Թուրքիայի սահմաններից դուրս։ Եվ դրա արդյունքը եղավ այն, որ Թուրքիան Վենեսուելայի հետ կնքեց շատ կարևոր ստրատեգիական տնտեսական համաձայնագիր։ Պատկերացնում եք, այսինքն սերիալը կինոն աջակցեց, որպեսզի տնտեսական նշանակություն, այո, քաղաքականությունը եւ քաղաքական նշանակություն, այո, քաղաքականությունը մտերմացնի, այսինքն երկրների մտերմացնի թե քաղաքականապես, թե տնտեսապես, հասկանում ես, այսինքն ինչ Թուրքի լավ կերպար է մատուցվում։ Չէ, մենակ լավ կերպարի հարց։ Սերիալը ժողովրդականություն վայելում է, ասենք իր ենթադրենք իր այսպես գեղարվեստական բանով, արժեքով, հա, ենթադրենք։ Բայց դա արդեն այդ գեղարվեստական արժեքը նույնպես կարողանում ես արտահանել։ Այո, արտահանել, բերել ոնց որ շուկա, հա, եթե ասենք Ford-ը մի հատ մեքենա է արտադրում, որը որ Եվրոպայում եւ Ճապոնիայում կամ Գերմանիայում կամ Հայաստանում այսպես ժողովրդականությունը վայելում, բարձր որ Ford-ը ոնց որ բացի իր տնտեսական ազդեցությունից, ինչ-որ նաեւ քաղաքական ազդեցություն է ձեռք բերում։ Այս նույն դեպքում նաեւ սերիալը, բայց այս կոնկրետ սերիալը եւ թուրքական սերիալները լավ թեմա բացեցիր, հետաքրքիր առանձնահատկություն կա, որ տես Հայկը լավ ասեց, թուրքական պետությունը, հա, իրանք հասկացան այս սերիալի իսկական կարևորությունը, այո, հա, եւ պետական քաղաքականություն ունեն այսօր իրանք, որ թուրքական այսպես նարատիվը, հա, որ մենք ընդ որում այդպես է հրաշալի դարը, հա, ինքը ինչ որ իդեալականացված, ռոմանտիզացված, ինչ որ պատկերացում է տալիս այսպես Օսմանյան կայսրերի մասին, որը իրականում այդպես չի եղել բնականաբար, գիտենք որ եղել են Ալյարբու, Եղբայրասպան, հա, սկսած արտաքին տեսքից իմիջայլոց։ Հա, բնականաբար Վենետիկի ինչ-որ կանայք sense ինչ-որ կորսետներով բաց ամեն ինչով փափուկ ուժը իրականում իրանք այսինքն պետական քաղաքականություն են ворթեգրել այդ կինոյի փափուկ ուժով, հա, տարածել նաև եւ տնտեսական եւ քաղաքական եւ այսպես արժեքային ազդեցություն, հա, որը այդ թվում Հայաստանի վրա է աշխատում։ Դե մեր վրա աշխատում հայերը նայում են, միջին վիճակագրական հայը նայում, ասում է, արա դες թուրքի։ Միջին վիճակագրական հայը նայում ասում է, դե տես այն թուրքը, որը մեզ վախեցնում են, այդ թուրքը չի։ Ես պատահական Վենեսուելայի անունը չտվեցի միջայլոց։ Ես տարածության այս ֆակտորը ցանկացա ցես ներկայացնեմ, որ օրինակ միջին վիճակագրական վենեսուելացին միգուցե Թուրքիա անունը չգիտեմ, լսած լիներ թե չէ։ Սա երկրի, այսպես ասենք, քարոզչությունն ընդհանրապես։ Չէ, այսինքն մշակույթը եւ այլ ճիշտ ասխալա դա դիր մի կողմ։
Մարդը այդպես է ընկալում արդեն այդ երկրի եւ այդ ժողովրդի մշակույթ վերջ։ Հետո մեկը դուրը եկավ, այո, ինքը սկսելու է հաջորդը հաջորդը այո, որը միջնադարի մասին չի, ասենք մի քիչ ուշար, չգիտեմ, Քեմալի մասին է։ Այն մյուսը ասենք 80-ականներ։ Միգուցե ժամանակակից սիրո պատմություն է։ Դա այդքան էլ արդեն էական չի։ Մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենա, հա։ Արդեն գնաց վերջ։ Այս վերջերս ես տեսա, որ մեր սերիալներից մեկը վրացական TV-ով է հեռարձակվում։ Իմիջայլոց, իհարկե որակական առումով բնականաբար մեր նշած սերիալի որակը չուներ, բայց հետաքրքիր է որ վրացները այդ սերիալը վերցրել նոր պատմություն մեր ստանդարտ սերիալներից մեկն էր, այդպես փոքր հոլովակ էր գցած, ու ես տեսա որ վրացերեն այսպես դուբլաժով, հա, voice-over-ով թարգմանված։ Այսպես կինո եւ քարոզչություն լավ ասացիր, որովհետեւ կինոն համեր կարելի է ստեղծման օրվանից որպես մասսական մշակույթի ձև, հա, նաև պրոպագանդայի որպես գործիք է օգտագործվել, հա, եւ շատ լավ գիտենք, ասենք, եւ Խորհրդային Միության առաջի տարիներին, ասենք, նույն Պատյոմկին Զրակիրը կամ կլիներ դա Ալեքսանդր Նևսկի կամ եւ այլ կինոներ, հա, որոնք որ օգտագործում են հենց այսպես նոր ծնված պետությանը շունչ հաղորդել այդտեղ նաև որոշակի բովանդակություն մասաների մեջ տարածելով, այլ բնականաբար քարոզչական բովանդակություն է։ Գիտես, որ բանը 17 ակնթարթների ցուցադրության ժամանակ հստակ վիճակագրություն կա, որ սովետական միությունում մոտ 80%-ով հանցավորություն այդ շրջանում բաներ ան նվազում էր։ Հա, ինքը երևի հանդիպան վայրել փոխել չի կարելից հետո էլ աճում էլի։ Ես որ հիշեցիր նման քարոզչական ֆիլմեր, հա, ես մի հետաքրքիր անուն ասեմ հիմա, Լենի Ռիֆենշտայնի երևի լսել եք դա, նացիստական Գերմանիայի այդ համար մեկ ռեժիսոր պրոպագանդիստներ, հա, եւ ինքը մի ֆիլմ արեց Օլիմպիա, չգիտեմ, տեսել եք դա թե չէ, 36 թվականի օլիմպիական խաղերի, Բերլինի օլիմպիական խաղերի մասին էր։ Սա ուղիղ պատվերն էր Հիտլերի իրեն, որ ինքը նկարահանի։ Այս ֆիլմը։ Եվ ինչ դա հետաքրքիր։ Շատերը ոչ մասնագետները դրան ուշադրություն չեն դարձնում, բայց այստեղ ամբողջությամբ գործիքակազմ կիրառեց, որպեսզի ցույց տա Գերմանիայի այսպես իշխանություն ամբողջ աշխարհի վրա։ Ինքը ուրեմն տակից իր օպերատորին հանձնել տակից նկարահանել կինոխցիկներով Հիտլերին, ով այսպես ձեռքը պարզած էր, ողջունում աշխարհի սպորտսմեններին, պատվիրակություններին։ Իսկ այնտեղ ներքևում վերև էին այսպես վերև էին նայում եւ անցնում։ Մոնտաժի միջոցով այդ ամեն ինչը առանց խոսքի հրամցնում էր որպես գերիշխանության քարոզ։ Սա փոքր օրինակ բերեցի, որպեսզի հասկանալի լինի, թե ինքը նույնիսկ այդ ժամանակ Գեբելսյան շրջանն էր բնականաբար, չնայած Գեբելսն ու Լենին իրար ատում էին, բայց կապ չունի, իրենք մի մեխանիզմի մեջ էին, այո։ Եվ այսպիսի կինոլեզվով նույնիսկ մարդիկ կարողացել են մեծ զանգվածների հետ աշխատել կինոզենքով ասենք։ Այո, կինոզենքով շատ լավ բառ է։ Աշխատել լայվ զանգվածների հետ ու հասնել իրենց նպատակին։ Սա այնպես հենց այնպես ոչինչ մտածված չի եղել, վստահ ասում եմ ձեզ։ Հիմա միջին վիճակագրական հայաստանցին կասի եղբայր, բա ինչ անենք մենք, որպեսզի մենք եւս չեմ ասում Թուրքիայի նման, Թուրքիայի 1%-ի չափ կարողանանք գործանել դասի համար։ Ես մի այս վերջի քաղաքական այսպես դիպվածներից բերեմ, կառավարությունը մեր այս վերջերս մի որոշում ընդունեց հենց կինոարտադրություն խթանելու, բայց ինչ կինոարտադրություն, ասենք արտասահմանյան կինոարտադրողներին ինչ որ հարկերի կամ եկամուտների ծախսերի վերադարձի այսպես որոշում ընդունեցին, հա, որ եկեք Հայաստանում կինո նկարեք, հիմա հայ կինոարտադրողը ինչ անում։
Չէ, այստեղ ես կինոարտադրողը ինչ պետք է անի։ Ես ասեմ, դա լավ օրենք է իրականում եւ կա աշխարհում շատ երկրներ կան, որ այդ օրենքը ունեն, նաեւ մեր հարևան Վրաստանը ունի։ Դա եկամտի մասնակի վերադարձի օրենքն է, cash rebate, այսպես ասենք, հա։ Այստեղ շատ կարևոր է ընկալելը, որ Հայաստանը լինելով փոքր երկիր, ինքը չի կարող միայն իր ռեսուրսներով մեծ կինոարտադրություն ունենալ։ Ինքը անպայման պիտի համարտադրություն ունենա, որպեսզի շնչի, ապրի։ Այս պարագայում առաջին խնդիրը համարտադրող գտնելն է։ Մեզ համար։ Մեր ուղղակի հարցները լավ, այս կռվի ժամանակ էլի կինո պետք է նկարենք, բայց այդ հարցի պատասխանը ոնց որ տվեցինք, որովհետև կինոն էլ ազենք։ Հա, այսինքն կինոն ազդեցության գործիք էսպես ասենք։ Մենք այս պահին հենց այս պահին նկարահանում ենք 44 օրյա պատերազմի մասին ֆիլմ, խաղարկային, լիամետրաժ։ Բայց ես այս ավարտեմ, որպեսզի ընկալի լինի։ Այսինքն, երբ որ դու արդեն որպես հայ արտադրող կարողանում ես մի նախագիծ մտածել, ստեղծել, որը հետաքրքիր է նաև դրսի արտադրողին, դու արդեն ունենում ես համատեղ արտադրություն։ Եվ այդ համատեղ արտադրությունը ապրիորի համարվում է արդեն նաև դրսի արտադրություն։ Եվ ինքը երբ որ գալիս է այստեղ նկարահանման իր գումարով, այդ գումարից արդեն մասնակի վերադարձ ապահովում, որը նաև մեր երկրի հանրահռչակմանն է ուղղվում։ Այսինքն սա շատ կարևոր բան է եւ ես չգիտեմ պրակտիկորեն ինչպես կլինի մեր մոտ, կստացվի, չի ստացվի, որտեղ նոր է ամբողջությամբ եւ այստեղ խնդիրները միայն մի խնդիր չի, այսինքն խնդիրների շարք ունենք կինոյի առումով ընդհանրապես։ Բայց այն ինչ որ սա կարևոր եւ շուտ պետք է լիներ, Ես չքննարկվում էլի, որովհետեւ ես դրա մասին 7 տարի լսում եմ։ Որովհետեւ տեսեք ֆորսաժը նկարահանվեց Թիֆլիսում, ինչի հաշվին։ Հենց դրա։ Իրենք հասկացա, պիտի գան կնդեն ու միլիոններ բերեցին։ Դե Բոնդի կինոները գնում են Հունգարիային նկարում, ասենք կամ չգիտեմ Հնդկաստանում, այս հացն եւ այլն։ Հիմա նույն գիտեմ, կարծում Իռլանդիան է օգտագործվում նույն այդ տարբեր հոբիտ, մոբիտ բանը, մատայների տիրական։ Հա, Նոր Զելանդիա, բայց Իռլանդիայում էլ ոնց որ, հա։ Այսինքն կան ինչ-որ լոկացիաներ, Թայվանը։ Հա, որտեղ շատ ֆիլմեր են նկարում։ Դու ուղղակի հոդված ես կարդում, պատահաբար ես անդադ ֆիքսում, որ այս ինչ լոկացիան է անդադ։ Ինչ կարելի է անել, որ մեր լոկացիաներն էլ բացի Ռուսաստանի հայ ռեժիսորներից ոչ այնքան ուժեղ էլի, Սարիկ Անդրեասյանն բացի, հա, կան այդ ինդուստրիային գրավել։ Մի օրինակ բերեմ, խորհրդային ժամանակ կար այս լավ հետաքրքիր սերիալ էր, կոչվում էր Գասուդարստվեննա գրանիցա, պետական սահման, եւ դրա առաջի էպիզոդը նկարվել է Հայաստանում։ Հենց ամենաառաջի էպիզոդը նկարվել է Հայաստանում եւ ոնց որ դրա ժողովրդականության հիմքը դրվել է հենց այս մեր Լեռնոտ, Ժայռոտ, Արաքսիափը եւ այլն, հա, այս ամեն ինչը մեծ դեր է խաղացել այդ սերիալ չա հերոստասերիալի կամ հերոստանախագծի ժողովրդականության։ Մենք շատ լավ լոկացիաներ ունենք։ Մենք ունիկալ լոկացիաներ ունենք։ Մենք ուրեմն ես այս քանի որ ես միշտ սիրում եմ բացի խոսելուց նաեւ գործել, որտեղ դա ճիշտ է, նաև պետք է առաջարկես, հա, միայն խոսելով չի, պետք է առաջարկես, սա մեզ համար շատ կարևոր է օդուջրի պես։ Ժողովուրդ ջան, արեք, գնաս, այս մի մարդուն համոզես, այն մի պետական գործչին, չգիտեմ, եւ այլ, այս բոլորի հետ պետք է խոսես, համոզես, միգուցե բանավիճես, չգիտեմ ինչ անես, որպեսզի դա լինի։ Հիմա մենք մի նախագիծ առաջարկեցինք եւ շատ երկար բանակցություններից հետո քննարկումներից հետո մի կերպ ստացանք ինչ մենք մեծամորում մեզ տվեցին անհատույց 2.5 հեկտար տարածք բետոնապատ ամբողջությամբ եւ այնտեղ մենք պիտի կառուցենք կինոքաղաք մեծ շենքեր, դեկորացիաներ, հին Փարիզ, հին Երևան, հին Էջմիածին, հին Բերլին, մի խոսքով հին Թիֆլիս 2.5 հեկտարը մի քիչ շատ չի դրա համար։ Չէ, կեսն ենք օգտագործում, հետո դա զարգացման համար ենք։ Հակառակը քիչ է, բայց կապ չունի։ Սկիզբը շատ կարևոր է եւ այդ քո ասած այդ բանը, օրինակ ասենք ռեկվիզիտի դեպարտամենտը եւ այլն, մենք փորձում ենք այդտեղ կենտրոն սարքել, այսինքն մտքերը մեր այդպեսին են, որ վերջում դա դառնա կենտրոն, որպեսզի այդ նույն դրսից եկող
կինո արտադրողը ինքը հասկանա որ կա մի տեղ որտեղից ինքը անընդհատ ոչ թե կինոստուդիա, այլ կինո արտադրության կենտրոն, այո, ինքը օգտվում է այդ տեղից եւ եթե նույնիսկ իրեն պետք է որ ինքը նկարահանի ենթադրենք օրինակ Տավուշում ինչ որ մի ֆիլմ որտեղ այնտեղ սարերը հետաքրքիր են եւ անտառը հետաքրիր է, ինքը գոնե մի բազա ունենա որտեղից ինքը պետք է օգտվի։ Իսկ վրացիք ունեն այդպես բան։ Ոչ ոչ, Վրաստանը չունի, Ռուսաստանում կա, որը շատ թանկ է, Պարսկաստանում կա, որը ունի խնդիրներ իրենց այդ ֆինանսական հարցեր կան եւ այլ, այդ սանկցիաների պատճառով դրսից շատ չեն գնում Իրան, այսինքն տարածաշրջանում մենք շահեկան վիճակում ենք, եթե մենք ունենանք այս կարևոր կենտրոնը եւ ես լիահույս եմ ունենա, որովհետեւ նաեւ նախարարությունն է արդեն հաստատել, որ կաջակցի նաեւ ֆինանսապես եւ մենք մեր ֆրանսիացի բաները ներդրողները իրենք էլ են շահագրգռված, որ ի վերջո կայացնենք սա եւ սա լինելու է այնպիսի մի կենտրոն, որը բացի մեր Կոմիտասի մասին ֆիլմից, որ առաջինն է նկարահանվելու, արդեն հետո նաեւ գալու են նաեւ այլ ֆիլմեր, հետո դա կդառնա նաև տուրիստական կենտրոն, ոնց որ աշխարհում։ Որ կինոներում ցույց են տալիս, հա, այս դահլիճում, այս, չգիտեմ, հին Հռոմի դահլիճը, այստեղ մի տեսարան են նկարում, կողքը ուրիշ տեխնիկայի առանցին։ Նույնիսկ տրամվայ աշխատելու, այսինքն մեր ծրագիրը ես հետո կարող եմ տալ ձեզ մեր հոլովակը, որը անիմացիա այդպես ցույց է տալիս, դուք կտեսնեք, կհասկանա։ Ինչ եմ ասում, որովհետև ես հասկացա, որ սա մեզ համար կարևոր է։ Չէ, բազա է, եթե չկա։ Ես ձեզ ասեմ, հեշտ չէր եւ հեշտ չի հասնել դրան, բայց շատ կարևոր է գիտակցելը, որ եթե դու այսօր չանես, միգուցե վաղը չլինի եւ Հայաստանը անընդհատ ունենա մեծ խնդիր կինոյի։ Դες օրինակ մեր Բալթյան երկրներում շատ հաճախ նկարում էին էլի սովետի անալոգիան վերեմ, շատ հաճախ նկարում էին արտասահմանյան տեսարաններ, հա, որովհետեւ այնտեղ կա ոնց որ սովետի այսպես քառակուսի ճարտարապետությունից հեռու ինչ որ եվրոպական պահպանված, հա, մենք էլ ունեինք Երևանում այդպիսի տեղեր, մենք ունենք Գյումրիում այսպես անաղարտ հնություն, կտորներ, որոնք մի քանի պատշգամբ, որ այդ հնությունը մնացել է, բայց օրինակ այսպիսի նախագիծը շատ կարևոր է, որպեսզի դու կարողանաս քո այսպես foothold կոչվածը, հա, ոտի տեղը ամրացնես, պնդասնես, հա, ինչի, որովհետև մենք արդեն հասկացանք, որ կինոն որպես մասսայական մշակույթի ձև եւ ազդեցիկ ձև, որովհետև վերջիվերջո մարդը, որ կինո թատրոն գնաց կամ այդ Տոմսարավ կամ միացրեց հերոստատուսով, ինքը ոնց որ իր ժամանակը հատկացնում է դրան։ Իհարկե։ Ու այդ ժամանակը շատ կարևոր, որպեսզի մենք կարողանանք այդ ժամանակը մեր ուզածով զբաղեցնել։ Ոչ թե չեմ ասում գրաքննություն լինի, հա, կամ պետական քաղաքականություն։ Չէ, դա լավ չի, այն ռեժիսորի կամ արվեստագետի մոտեցումը, որը որ հենց մտահղացումը, որ պետք է այս ինչ-որ բանը արվի, այդ պետք է ճիշտ հասցվի։ Ճիշտ երևի ժամանակային առումով հավաստի, երևի տեղի տեսարանի առումով հավաստի, որպեսզի նաև իր գեղարվեստական արժեքը ունենանք։ Տես, ստեղ մի հատ կարևոր բան պիտի հաշվի առնենք։ Կա հեղինակային կինո, որը միշտ էլ նկարահանվելու է Հայաստանում, մարդիկ իրենց միտքը ցանկանալու են արտահայտել, կինոյի լեզվով եւ այլ, սա լինելու է, թեկուզ փոքր բյուջեով, փոքր գումարով, գուցե դրանցից մեկը կամ մի քանիսը այդ ինչ որ ձևով օժանդակեն Հայաստանի հանրահռչակմանը կամ չգիտեմ ինչ եւ այլն։ Եվ կա կինոարտադրություն, այդ այն արտադրությունն է, որը ասենք Ամերիկայում կոչվում է հոլիվուդյան կինո, բլոկբասթերների կինո, այսինքն, հա, այսինքն ու այստեղ շատ կարևոր է հասկանալը, որ սա իր տեխնիկական, ստեղծագործական որակով չպիտի զիջի։ Այո։ Նաև դերասանական կազմով, այնտեղ նույնիսկ արվեստի բարձրագույն կետերի են հասնում այնպիսի ֆիլմեր կան, որ դու ասում ես սա արդյոք այսքան տենց լուրջ են վերաբերվել արվեստի։ Այս կոնգրեսը գրադարան ունի, որը այսպես տարին մի քանի կինո ընտրում եւ կոնգրեսի գրադարանը որպես ընտրում պահպանման պարտադիր պահպանման։ Ստեղ առաջ է գալիս մի հարց կներեք։ Նայեք,
երբ որ խոսում ես այ պրոֆեսիոնալիզմից հայկական միջավայրում, իմ մազերը բիզբիզ է կանգնում, որովհետև ես աշխատել եմ ստուդիայում, տեսել եմ չգիտեմ, դերասանական կազմի պրոֆեսիոն թողներ են ինձ մարդիկ էլի, երբ որ այնտեղ կողքից ռեժիսոր ասում, ստեղ պետք է հուսական բան, ասում հանգեր կամ պետք է բարկություն, ասեն գոռում է, ես տեսել եմ դերասանի ձայնը ոնց է կտրվել կեսից, ու դու հասկանում ես, որ մենք բազայի խնդիր ունենք հենց լավ այդ մեծամորի բանը սարքեցիք, բայց մենք մասնագետների կարիք ունենք ու երբ որ դու սենց խոսում ես ասում են դե մենք քիչ ենք, դու ասում ես եղբայր բանը սկանդինավիայի երկրներն էլ մարդիկ քիչ են ու ասում ավելի քիչ քան մեր մոտ, բայց դու նայում ես նույն ինձ դուր է գալի էլի սկանդինավյան ֆիլմերը Իսլանդիայում են մենակ էլի ավելի քիչ դել ասենք չէ, չգիտեմ ֆինական ֆիլմերը եթե նայես բան, իրանք ֆանտաստիկ ֆիլմեր ունեն, թե դերասանական գազան խաղով թե ռեժիսուրայով մեր մի քիչ սկզբից գամ էլի եթե թույլ տաս որ պատկերացնենք ինչի մասին ենք խոսում Սովետը քանդվեց Սովետը քանդվեց եւ միակ արվեստի ճյուղը որը մնաց այդ փլատակների տակ դա կինոն էր միակ արվեստի ճյուղը ես ասեմ որտեղ մենք կինո չենք սիրում Չէ, մարդիկ սիրում են նայել։ Հիմա դրան կվերադառնամ։ Ինչ էր խնդիրը։ Վերացրեցին կինոթատրոնների ցանցը ամբողջ երկրում, ամբողջ Հայաստանում, քանդեցին, վաճառեցին, մեկը դարձավ ավտոլավացման կետ, մյուսը կազինո եւ այլ, այսինքն ամբողջ երկրում ընդհանրապես կարծեմ այն սկզբնական շրջանում 2 կինոթատրոն էր, որ կիսատ պրատ փորձեցին սեփականատերերի շնորհիվ փորձեցին պահել։ Ոչ թե պետության քաղաքականության արդյունքում, այլ սեփականատերերի շնորհիվ, սա կարևոր է։ Հաստատ իրենք էլ եթե չուզեին, մենակ Երևանում մի 35 հատ կինոթատրոն։ Այո, եթե չուզեին, իրենք էլ կարող են սարքել հյուրանոց, չգիտեմ ինչ, ուտես ավարտվեր մեր պատմությունը։ Բացի դրանից քանդվեց նաև հայ ֆիլմը։ Եվ շատ քիչ մասնագետ միայն կինոկենտրոնի կազմում սկսեցին պետությունից աշխատավարձ ստանալ։ Մի քանի հոգի։ Եթե համեմատում ես թատրոնի հետ, բոլոր թատրոնները պահպանվեցին շենքերով, իրենց տրուպաներով, ադմինիստրատիվ աշխատողներով եւ այլն։ Երաժշտական կոլեկտիվները պահպանվեցին։ Կապ չունի քիչ էին աշխատավարձ ստանում, շատ են ստանում, դրա մասին չի խոսքը։ Պահպանվեցին։ Իսկ կինոն ամբողջությամբ հիմնահատակ քանդվեց։ Շարունակականությունը կտրվեց։ Այո, դպրոցը եւ արտադրողականությունը զրոյացավ, այսինքն դու էլ չունես մի ոլորտ, որտեղ ինչ որ բան կարելի է անել։ Մի 5 տարի երևի կինո չէր նկարվում։ Բացարձակ չէ։ Կարող է 1-2 տես փորձ արվում էին, հա, ասենք չգիտեմ, այնտեղ միգուցե Չալդրանյանը նկարեց ինչ որ մի բան, բայց դա կինո չէ։ Բայց դա համարել, այսպես ասենք, հա, կինոարտադրություն կամ չգիտեմ, սուտ է։ Այսինքն դա ինչ կապ ունի այն բանի հետ, որ օրինակ, չգիտեմ, Ռուսաստանում նկարահանվում է Սլովա Պացանը, Հայաստանում դրա ռիմեյքը դառնում է բանը, չգիտեմ, այդ կայսրության թևը։ Ես քեզ ասեմ, որտեղ Ռուսաստանում Մոսֆիլմը չքանդվեց։ Գորկու կինոստուդիան չքանդվեց։ Հա, բայց թատերական ինստիտուտը պահպանվեց, չէ՞։ Այնտեղ չէ։ Թատերական ինստիտուտը երբ պահպանվեց, այդ երեխեքը ռեալիզացվելու տեղ չունեին, ցավը տանը։ Իրենք չունեին տեղ։ Հիմա ունեն, ես 2001 թվականին եմ ավարտել Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա։ Միայն այնտեղ էր կինոյի եւ հեռուստատեսության ռեժիսուրան, թատերականում դեռ չկար, այնտեղ միայն թատրոնն էր։ Մենք 5 տարվա մեջ մեր ուսման տարիներին ոչ մի անգամ հնարավորություն չունեցանք այդպես էլ կինո նկարահանման հրապարակում լինելու։ Այդ ինդուստրիայի կապն է խզում։ Այո, ես որպես մասնագետ, որտեղ պիտի իմ առաջին քայլերն անեի։ Միակ տեղը ճիշտ է արել թե չէ, էլի։ Այո, որտեղ միակ տեղը այդ հերոստատեսություններ ես այնտեղ էլ գնացի։ Բայց հերոստատեսությունը կինոյի հետ կապ չունի։ Այնքանով որքանով, այսպես ասենք, հա։ Այսինքն մենք հասկացանք, որ մի ամբողջ սերունդ կտրվեց այդ ոլորտից եւ մնաց օթում։
Եվ հետո միջև վերադարձավ, միջև հասկացան, միջև փոփոխվեցին, միջև ինչ որ բաներ փորձեցին հասկանալ անել եւ այլն։ Աշխարհը անցավ 3D, Այո, մենք արդեն շատ երկար ճանապարհ անցած չէինք, այսպես ասեմ։ Երևի 35 մմ-ով էինք նկարում, երբ որ արդեն ամեն ինչ թվային էր դարել։ Հա, այսինքն այդ խնդիրը շատ լուրջ է։ Իհարկե եղել են մարդիկ, որոնք ամեն ինչի գնով ստեղծել են ֆիլմեր թեկուզ այդ տարիներին, բայց դա հասկանաս դրանք շատ քիչ սիստեմային չեն։ Հա, քիչ ինչ որ օրինակներ են, որի մասին կարելի է խոսալ։ Օրինակ վրաց ֆիլմը, որ կա մեր հարևան երկրում, հա, ես երբ որ առաջին անգամ այնտեղ եղա, կարծեմ 16 թվին եմ առաջին անգամ եղել, իրենք ինչ են արել։ Իրենք հասկացել որ չեն կարող այդ ահռելի շենքը պահել։ Գնացել են տարբեր փոքր այդ ստուդիաներին, այդ production-ներին, արտադրող ընկերություններին, ասել են դու ինչքան վարձ ես տալիս քո շենքին, ասելա դե մի ենթադրենք $1000։ Ասելա արի ես քեզ այդ նույն քառակուսին 200-ով կտամ, արի վրաց ֆիլմում նստի։ Եվ այսպես բոլորին հավաքել է շուրջը ռենտ ընկերություններին, այդ վարձույթով զբաղվող ընկերությունների, ստուդիաներին եւ այլն, բոլորը հավաքվել են այդտեղ եւ փրկել են վրաց ֆիլմը։ Նույնիսկ այնտեղ միջև այսօր շատ լավ վիճակում մնացել է մեծ ձայնագրման ստուդիա, որտեղ նույնիսկ սիմֆոնիկ նվագախումբ է կարողանում ձայնագրվել։ Դու հասկանաս, այսինքն խնդիրը այստեղ շատ խորքային է։ Դրա համար վրացական Չպետք է անընդհատ մենք փնովենք մեր մասնագետներին, որտեղ մեր մասնագետները իրականում այդքան հնարավորություն չեն ունեցել ինքնարտահայտման։ Չէ, չեմ փնովում, ես պատճառն եմ ուզում հասկանալ։ Այդ է պատճառը, որտեղ մենք չենք ունեցել առաջինը քանդվեց եւ դու երևի կհիշես մի երկար ժամանակ հենց ինչ որ մեկին ինչ որ մի գործարարի կամ ինչ որ մեկի որ ասում է դե ես կինո ռեժիսոր եմ կամ կինոյում եմ կամ թեկուս հերթադասություն արա այդ կինոն առաջին ռեակցիան հասկանում ես ու դու ապշում ես այդ այսինքն այդ խնդիրը դու ես ասում ես որ ասում եմ մենք կինո չենք սիրում ոչ թե չենք սիրում նայել այլ մենք չենք սիրում մեր կինոն Մենք Ստիվեն Սպիլբերգի հետ է պետք է սալուտացնել միլիարդներ աշխատում կինո արա այդ ու այդ միջև այսօր մարդիկ կան միջև այսօր գործարար շրջանակներում եւ ոչ միայն գործարար շրջանակներում, երբ որ դու խոսում ես ինչ-որ կինո նախագծի մասին, չգիտես ինչ թերահավատությամբ են քեզ նայում։ Իսկ գիտեմ ինչքան է ծախսվում, կներես։ Ինչին։ Մի ֆիլմ Արմեն գիտեմ որ շատ է չէ միջին չկա միջին չկա թվերի մասի որ մարդիկ պատկերացում կազմեն Դες օրինակ ասենք Հայաստանում ասենք փոքր բյուջետային ֆիլմը մոտապես $300,000 դոլարի մասին է խոսքը, փոքր բյուջետային։ Ես նորմալ պոլիմետր այսպես ասած։ Նորմալ պոլիմետր այդքանով կարող ես նկարահանել, բայց ասենք կարող է մինչև 700,000, մինչև 500-ից 700,000 գնա։ Օրինակ ասենք 1 միլիոնը մեր պարագայում արդեն համարվում է լավ բյուջե, բայց դրսում դա համարվում է փոքր բյուջեով ֆիլմ։ Դրսում դու այդ գնով կարաս նկարես մենակ ձրի դերասան։ Այո, հիմա իհարկե շատ թանկացել է արդեն Հայաստանում, որտեղ մասնագետներն են թանկացրել իրենց վարձերը։ $400 միլիոն կինո են նկարել կամ 500, կարծեմ ամենաթանկը 500 միլիոն է նկարել։ Միսիո Ազնավուր ֆիլմը, որ այս վերջերս դուրս եկավ, վարձույթ կարծեմ թե 26 միլիոն եվրո է։ Իա բյուջեն մեր մոտ այդպիսի գումարով ֆիլմ չեն նկարահանել եւ վաղը չգիտեմ հիմա իմ կոմիտասը համարվում է Հայաստանի չափորոշիչներով թանկ ֆիլմ իր բյուջեն ես կարող եմ մոտավորապես հաշվարկով նախնական դա 3 միլիոն եվրոյի մասին է այսինքն այստեղ մենք համեմատելի չեն բնականաբար մեր երկրում արտադրող ֆիլմերի բյուջեները արտերկրում Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում, չգիտեմ, թեկուզ Թուրքիայում արտադրող ֆիլմերի հետ, բայց միանշանակ սա աճելու է, թանկանալու է, որովհետև երբ որ մասնագետները արդեն, չգիտեմ, նույն մեր դերասանները, արտիստները սկսեն նկարահանվել դրսում ավելի բարձր հոնորարով, բնականաբար իրենք այստեղ են նկարահանվում ավելի բարձր հոնորարով, օրինակ ռեժիսորները, որոնք ինչ որ միտեղ կհայտնվեն առաջին ակարգի փառատոներում իրենց ֆիլմերը բնականաբար իրենք այստեղ արդեն մի քիչ թանկ կնկարահանեն եւ այլն եւ այլն եւ այլն եւ զուգահեռ նաեւ տեխնիկական ազդակազմն է թանկացնում իր հոնորարը նաեւ տեխնիկան ինքնին թանկանում է այսինքն այսպես տեպես ինքը process է գործընթացը որ պետք է գնա բայց դրանից վախենալ պետք չի
Մենք պիտի ունենանք մի ընդհանուր արտադրություն, կինոյի արտադրություն եւ այդ արտադրությունը զարգանա։ Ոնց որ ռազմաարդյունաբերության դեպքում, չէ, ասում են կարաս այժմ նույն արկա առնես, չգիտեմ, հարևան պետությունից, բայց ավելի լավը թանկը քոնը լինի, որովհետեւ դա ծառայելու է, դա պատերազմի ժամանակ չես կարողանալու ներկրես ու դու պիտի արտադրես։ Մենք ապել հասկանանք, հա, կինոն նայեք Եվս զենք է։ Զենք մի կողմից նաև մշակույթի ձև, հա, եւ այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե ասենք մենք կինոն կամ ասենք ռեժիսորը կինոյի միջոցով ինչ է ուզում հանդիսատեսին հասցնի։ Կա հեղինակային կինոն, հասկացանք, հա։ Որ պիտի ազատ լինի։ Թևերը բաց, պետք է ազատ լինի, ինքը ինչ ուզում է թողանի։ Ինքը թող $10,000 նկարվի կամ այն 1 միլիոնը, որը պետաբանավորով եւ այլն կամ ու կարող է նույնիսկ չբերել տոմսերի վաճառքով իր բանը, տոմսերով կամ վարձույթով իր ասենք ծախսը չհանի, բայց պիտի լինի նաև այսպես մեր ինքնության հաղորդման, մեր երկրի, մեր մշակույթի, ասենք մշակույթի այլ ձևից լավ կինոյից նկարված Կոմիտաս։ Հա, Կոմիտասը մեր ազգային արժեքը չի միայն համամարտկային արժեքը եւ այդ պետք է ինքը հասցվի հանդիսատեսին։ Թեկուզ քո աչքերով կամ մեկ ուրիշի աչքերով պետք է ինքը հասցվի հանդիսատեսին եւ պետք է վարմնա այդ թեման, հա, որ 2 տարի հետո կամ 20 տարի հետո էլի մենք միևնույնն է մենք հիշենք ով է Կոմիտասը։ Պետք է պահպանենք։ Մեր համար չի միայն, էլի նաև ապագա սերունդների համար է։ Իդեպ այդ տրամաբանության մեջ որ նայում ես օրինակ Ադրբեջանին, դու հասկանում ես որ տեղել ենք մենք Պալտովում, որովհետև նախորդ տարի կարծեմ աչքովս ընկել էր ադրբեջանցիք նկարել էին ֆիլմ, որը կարծեմ կոչվում էր Խոջալու սերիալ, որտեղ իբր Զորի Բալայանը գնում է բանի հետ, Սիլվա Կապուտիկյանի հետ, Ռոբերտ Քոչյանին է հանդիպում, իրան օրնում է որ գնա սպանի թուրք երեխաներին, ինչ որ sense գրոտեսկի գագաթնակետեր, sense հայերը sense վրեքները կաթացող կետչուպով բանով, բայց դու հասկանում ես որ դա ֆանտաստիկ, ներքին ուղեղի լվացման, այսօր ներքին, վաղը մի օր միտեղ կհայտնվի, հա, երկրորդ չէ, այսինքն ես օրինակ ադրբեջանական կինոն հիմա հստակ պետության կողմից օգտագործվում է ուղեղների լվացման համար, այն կինոն, որ այդ տրամաբանության մեջ է։ Դա 35 տարի կամ 40 տարի, բայց կներես, բայց մենք տենց էլ օրինակ անկախ Հայաստանի պատմության մեջ ունեցանք մի հատ ֆիլմ, որը լավ ցույց կտար, չգիտեմ, Արցախյան ամբողջ պատերազմի ընթացքը։ Ամբողջ պատերազմը դա մեծ Ինչ-որ սերիալ, ինչ-որ, չգիտեմ, էլի։ Մեծ մոնումենտալ ֆիլմ չունեցանք, չգիտեմ, Նժդեհը նկարեցին, $1.5 միլիոն ծախսեցին։ Հա, ես հիմա իմ գործընկերների աշխատանքներին տենց այսպես հատ ճիշտել չի լինի, որ անդրադառնանք, բայց այնպես չի որ փորձեր չեն արվել են, բայց այստեղ նաև էլ եմ ասում, այստեղ վախեցիրներ, հա, մի վախեցիրներ դե Ջիվան Ավետիսյանի ֆիլմերն են, որոնք ամբողջությամբ, այսպես ասենք, արցախյան թեմատիկայի մեջ են։ Այստեղ ուրիշ մի բան կա, այ զրույցի սկզբում, երբ որ ասեցինք թուրքական պետությունը աջակցեց, որպեսզի սերիալը հանրայնացվի, հա, միգուցե նաև ուղղորդումներ արեց։ Դա իր հերթին, հա, միգուցե, չգիտենք, չենք խոսում, բայց այստեղ էլ նաև պիտի, գիտեք, ինչ, այնպես չի որ կինոկենտրոնը նախկին կամ այսօրվա կինոյի հիմնադրամը պիտի գումարը տա, ասի դե գնա նկարի։ Սա ուրիշ հարց է, սա այդ հեղինակային կինոյի կոնտեքստի մեջ չի։ Սա այն ուրիշ ենթատեքստ ունի, հանրային պատվերի, այո, սա պիտի հստակ ֆիքսված գնաս, հա, օրինակ Թոնի Սկոթի հայերեն ինչպես կլինի, հա, լավագույն հրձիքը ֆիլմը, հա, այդ ֆիլմը ինքը ամբողջությամբ քարոզչություն է։ Հրձիքը վառողն է։ Հա, հրաձիքը, ճիշտ է։ Ամբողջությամբ քարոզչություն է, բայց ինչպես է դա եղել։ Պենտագոնը հատուկ մի դեպարտամենտ է ստեղծել, որը աշխատելու էր միայն կինոյի հետ։ Եվ հոլիվուդյան ֆիլմերը դիմում էին իրենց, որպեսզի աջակցեն ինքնաթիռներ, չգիտեմ, ամբողջությամբ տալիս եմ, բայց մի պայման կա, սցենարը ես պիտի հաստատեմ։ Եվ սցենարի մեջ իրենք ուղիղ
փոփոխություններ էին անում եւ սցենարներ եղել, որ նույնիսկ վետո է դրվել։ Այսինքն այստեղ է հենց այդ հարցը, եթե դու աջակցում ես նաև պետության տեսանկյունից, այսինքն ռազմական տեսանկյունից նույնիսկ դու պիտի նաև որոշակի առումով ուղղորդես, որպեսզի ճիշտ հասցեատիրոջը գնա հաստի քո մեսիջը, այսպես ասենք, հա։ Այսինքն նույն օրինակը հենց այդ հրաձիկ ֆիլմի, լավագույն հրաձիկը ֆիլմի մասին է, լավ օրինակ է դա, եւ դու հիմա պիտի այստեղ հասկանաս ինչպես աշխատի օրինակ պաշտպանության նախարարությունը կինոյի հետ։ Ես ճիշտն ասած չեմ հասկանում։ Դե իրանք էլ չեն հասկանում, իրանք ինչպես պետք է աշխատեն, ոչ թե կինոյի հետ, դա շատ կարևոր է պետության համար, շատ կարևոր է սա, շատ կարևոր։ Եթե այնպես չէ, որ ասեն մերժենք կամ չմերժենք այս սցենարը, այլ պիտի կանչեն այդ հեղինակներին, նստեն, ոնց որ արվում է Ամերիկայում, հա, եւ ասեն, այս դիալոգը ճիշտ չի, այս միզանսցենը այսպես լավ չի եւ այլն, այսինքն աշխատվի։ Այս ֆորմեն Իդեպ նախորդ տարի մի հատ սերիալ էի նայում, կարծեմ կոչվում էր Շպիոնի, երկու հատ ֆիլմ տեսա, իսրայելական, մեկը այն Սիրիայում իրական պատմություն, Իսրայելի համար աշխատող շպիոնի մասն էր, որը նախագահի խորհրդականն էր, որը ամբողջ այդ համակարգը վարի տվեց։ Մյուսը Մոսադի մաքուր գովազդներ, բայց այնց ֆանտաստիկ էր նկարած, ներկայում իբր այ Թեհրանում ոնց են վերբովկա անում, ոնց է իրանց նայում ես ծանոթ տնկնում, հա։ Տեղով մեկ ամբողջությամբ պրոպագանդա, բայց պատերազմի էլեմենտ է, շատ որ քեզ Տես, խնդիրը էլ եմ ասում, պրոֆեսիոնալ առումով պիտի մեկը այսպես թե այնպես շատ բարձր մակարդակի անես։ Թեկուզ այդ քարոզչությունը։ Իհարկե ուղիղ քարոզչություն էլ չեն էլ անում եւ պետք էլ չի, ճիշտ էլ չի, բայց ամեն ինչ արվում է քողարկված եւ բայց ուրիշի ձեռքերով երբեմն այո պրոֆեսիոնալ։ Թե քարոզչական գործիքները պիտի պրոֆեսիոնալ լինեն, թե արված աշխատանքը որպես կինոարվեստ կամ հանդիսատեսի հետ նախապես աշխատանքել պետք է հենց այդ սերիալում ինձ ինչը դուր եկավ այդ առումով, իրանք պրոֆեսիոնալ են։ Իրանք բասիկներին չեն ցույց տվել հիմար կամ լող։ Հակառակը իրանք ցույց էին տվել, որ ավելի տենց ինչքան ավելի շատ պատվավորը թշնամի է, ասենց ասենք էլի։ Տես օրինակ ասենք մեր որոշ ժամանակ առաջ էլի հարցազրույց էի տալիս, քննարկում էինք ցեղասպանության թեման կինոյում։ Ես այնտեղ էլ ասեցի եւ հիմա ձեզ էլ ասեմ, օրինակ ասենք հрьяաները շատ լավ օրինակ են, որից ոնցից կարելի է սովորել։ Այնտեղ երբ որ հոլոկոստի մասին ֆիլմ է նկարահանվում, ռեժիսորի մտքի արգասիքը չի դա միայն կամ պրոդյուսերի։ Այնտեղ լուրջ մասնագիտական հանձնաժողովների հարցը միշտ եւ ֆիլտրելով բոլորի կողմից հաստատվելով նոր գալի հասնում է մի կետի 10 տարի առաջ էս մի ձև պետք է ներկայացվել հոլոկոստը հիմա բայց դա այսօրվա հանձնաժողովը որոշում է թե 10 տարի հետո ոնց պետք է ներկայացվի այդ ուղեղային կենտրոնը մենք պիտի ունենանք հասկանում ես ես չեմ ասում ցեղասպանության մասին ընդհանրապես մեր ասելիքը ո՞րն է մեր ասելիքը մեր ներսում մեր ասելիքը դրսում այո շատ կարևոր է սա Եվ ասեմ քեզ, որ ասում են դե քարոզչությունը սովետական, դες բան չկա աշխարհում, թե ամերիկան, թե եվրոպական երկրները, հստակ կա քարոզչություն։ Քիչ թե շատ խելքը գլխին էլ չենք խոսում, հա, դե մի քիչ ասենք որ ասենք Չինաստանը տոտալիտար համակարգը, ասում ենք դե լավ, օրինակ չբերենք, կասեն դա տոտալիտար է, ես ասում եմ այն դեմոկրատական երկրներ, որտեղ չի քննարկվում։ Նույն Եվրոպայում, այսինքն նույն Ֆրանսիայում, իմիջայլոց ես ասում շատ հետաքրքիր բաներ, օրենքներ կան այնտեղ կինոյին վերաբերող, հա, օրինակ կա հստակ թիվ, որ յուրաքանչյուր կինոթատրոն պարտավոր է ցուցադրել ֆրանսիական կինո։ Եվ ինքը, այսպես ասենք, դոտացիա է տալիս այդ կինոթատրոնին դրա համար։ Եթե նույնիսկ մի հանդիսատես գա նստի եւ այսպես ասենք ծախսերը չփակի, պետությունը փակում է։ Դրա համար հետաքրքիր վիճակագրություն կա, տես Ամերիկայում կինոն հասույթը դոլարով են չափում, իսկ Ֆրանսիայում տոմսով են չափում։ Տոմսով, այո։ Տոմսով են, թե այդ կինոն քանի տոմս ծախեց։ Այսինքն քանի մարդ եկավ նայելու կինոն։ Հա, ոչ թե քանի դոլար աշխատեցին։ Սա շատ կարևոր է, այսինքն մենք պիտի հասկանանք նաև այն
մենք պիտի հասկանանք նաև այն ենթակառուցվածքների խնդիրները, որոնք սպասարկում են հենց կինոն, հա, դուն կինոթատրոնները եւ այլ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ հերթով պետքա լուծել։ Եթե չեն կարողանում, միանգամից լուծել։ Հիմա եթե գանք, ասենց փորձենք եզրափակել ինչ որ իտոկ բերենք, հա, ըստ էության խնդիրը հետեւյալն է, ինչպես նաև Հայաստանում այլ ոլորտներում, հա, որ տնտեսությունից ես խոսում, ասում եղբայր, մի հատ եկեք հասկանանք մենք ինչ տնտեսություն ենք ուզում։ Հիմա նույնը կինոն է։ Եթե մենք ուզում ենք, որ մեր կինոն զարգանա, որպես բիզնես շատ դժվար է 3 միլիոնի պարագայում դու բան զարգացնես։ Եթե դու Հնդկաստան ես, կարաս ցանկացած աղբ 1000-80 կծախվի։ Ամենավատից ամենալավ դրա համար արտադրում են մարդիկ։ Այնտեղ համ կա շատ ֆանտաստիկ ֆիլմեր, հա, կա այդ հնդկական են դժբշը։ Դրա համար ստեղ պետքա նախ պետությունը, էլիտան հասկանա, թե մենք ինչ ենք ուզում կինոից։ Եթե ուզում ենք ռազմիկալ կա, օքեյ։ Եթե մենք ուզում ենք ժողովրդին ինչ-որ բան ասենք, այդ մի բան է, ուզում ենք դրսին մի բան ասենք, դա մի բան է։ Երբ որ մենք մեր վերջնակետը կֆիքսենք, նոր այդ ճանապարհային քարտեզները կֆիքսենք, միջոցներն կգտնենք։ Այսինքն ինչով են գնում ընդ ասում, սեյլով են գնում, ավտոյով են գնում, վոտով են գնում։ Հակառակ դեպքում միշտ ինչից խոսում ես, ախպեր թե ասում են փող չկա։ Չկա տես բան։ Էլի ասեմ, մեր նման երկրների ճանապարհը համարտադրություններն են։ Դու այստեղ պիտի այնպես անես, որ քո ազգային թեման, քո խնդիրները հետաքրքրեն դրսին, որոնք կարող են քեզ գումար տալ, որ դու նկարահանես ոչինչով չզիջող ֆիլմ, որը կարող է դուրս գալ դրսում վարձույթ։ Կամ գոնե քո տարածքը օգտագործեն։ Այդ ուրիշ խնդիր է, բայց ես ասում եմ, եթե նույնիսկ քո շատ նեղ ազգային հարցն ես ուզում վերհանել կոպիտ ասած, հա, դու պիտի այնպես անես, այնպիսի ռակուրսով, այնպիսի դիտակետից այդ ամեն ինչը պատմես, որ դու կարողանաս համաշխարհային հանդիսատեսին հետաքրքրացնել, այսինքն դու պիտի ունենաս ազգային կինո, որը համամարտկային պատմություն կլինի։ Այսինքն էսա իմ բնորոշումը, որովհետև ուրիշ ճանապարհ մեր նման փոքր երկրներում կարծում եմ թե չկա, միգուցե սխալվում եմ, բայց իմ ուսումնասիրությունները, իմ փորձը վերում հանգեցնում է դրան։ Օրինակ մեզ մոտ ինչու է վավերագրական կինոն ավելի ակտիվ եւ ավելի հաջողությունների հասնում, շատ հաճախ, որովհետև արտադրական գործիքակազմերն են քիչ եւ ավելի փոքր բյուջեով են նկարահանում, հնարավոր է անելը։ Իսկ խաղարկային կինոն ինքը լուրջ ծախսեր ունի, լուրջ արտադրական մաս ունի, ելի եմ ասում։ Սա անտեսել կամ հաշվի չնստել սրա հետ պարզապես անմտություն է։ Ու կոնվեյեր ասվածը նաև պիտի լինի այս ոլորտում։ Ես մի բան էլ կավելացնեմ այստեղ, տես վերջի տարիներին շատ հաճախ, ասենք տարբեր կինոներում, հա, հայեր են երևում, հա, եւ կամ հայ դերասաններ, կամ դերասաններ, որ խաղում են հայերի, եւ տենդենսը, որ նկատել եմ վերջի մի քանի տարվա ընթացքում, այդ է, որ հայերը ընդհանրապես ասած ոչ այնքան դրական տեսանկյունից են ներկայացվում։ Հազվագյուտ բացառություններով, հա, բայց էլի ոչինչ, էլի գոնե ներկայացում են, բայց դա մենք պիտի նաեւ օգտագործելով մեր ունեցածը, հա, պիտի Հայկի ասած այդ համարտադրության միջոցով դուրս գալով համաշխարհային կինո այսպես ոլորտ պիտի կարողանանք դրան էլ հակազդել։ Նայ, օրինակ ես քո հետ գիտես ինչի համար մեր ներկայանալու տեսանկյունից դա շատ կարևոր է։ Բորատը հիշում ես։ Բորատից հետո Դավիթյանը այնտեղ կար, հա, չէ, Բորատից հետո մարդիկ գալիս են Ղազախստան, չնայած որ Բորատը չէր նկարահանվել Ղազախստանում, բայց Ղազախստանում ինքը դառնա տուրիզմի տեսակ, գնանք Բորատի երգիր։ Ու սկզբից ղազախական իշխանությունները այդ ֆիլմին շատ վատ էին վերաբերվում, որ ինչու՞ հիմա վատ։ Հա, չէ, Նուրսուլտան Նազարբայևը հետո ասել էր, որ անտվեք, հա, որովհետև զգացել էր, որ դրական բան կա։ Էս ուրիշ բան։ Հա, ես քեզ ասեմ, բացասական նույնիսկ Ռուսաստանում լոկալ օրինակ բերեմ, Լևիաֆան ֆիլմը, որը նկարահանվել էր, որը
վատ բանի մասին էր, վատ ըստ էության հետ քա վրա թողում, այդ քաղաքը, որը հյուսիսում էր Ֆինլանդիայի կարծեմ սահմանի մոտ, այնտեղ տուրիզմը ահավոր ուժեղացել էր դրանից հետո, էլի։ Այսինքն ինքը մի քիչ վիճելի է ացել։ Հայտնի լինել ինչ որ։ Գիտես, չգիտեմ, դա գիտես ինչ, յուրաքանչյուր նաև արտադրողի, յուրաքանչյուր ռեժիսորի համար շատ կարևոր է նաև ներքին ցենզը։ Բացի այդ արտաքին այդ համընդհանուր կանոններից նաև դու պիտի ունենաս ներքին ցենզուրա, սեփական գրաքննություն։ Այո, դա շատ կարևոր է յուրաքանչյուր արվեստագետի համար։ Բայց դու չես կարող բոլորին պարտադրել բաներ, որոնք այսպես ասենք քո համար ընդունելի չեն։ Դրա համար եմ ասում, հեղինակային կինոյի թևերը բաց են։ Ինքը պետք է թռտնի ինչքան կարող է։ Մենք ազատ երկրում ենք ապրում, պետք է ազատ երկրում ապրենք եւ այդ հեղինակային նյութը պիտի տարածվի, մարդու թռիչքը, մտքի թռիչքը պիտի տեսնեն, անցալեն եւ այլն։ Դրան զուգահեռ եւ ոչ նրա հաշվին կամ սրա հաշվին, դրան զուգահեռ պետք է ամեն ինչ անել այն նույն հայի կերպարի հարցը խորապես հասկանալու ուսումնասիրելու համար մեր երկիրը հանրահռչակելու թեկուզ պատկերային առումով, թեկուզ բովանդակային առումով այդ խնդիրները ես ասեմ նույնիսկ հայի կերպարը խորհրդային տարիներին էր խնդիր եթե դուք հիշում եք չեմ կարդացել եք թե չէ Հենրիկ Մալյանը այդ խնդիրներին անդրադարձել է ասում է այդ մեծ քթով կարմիր թշերով հայի կերպարը արդեն հետաքրքիր չի Համո Բեկնազարյանը ուղենշել էր ճիշտ հայի կերպարը մենք ինչի ենք շեղվում դրանից այսինքն այդ այսօր չի դուրս եկե ուղղակի այսօր ավելի ազատ է բաց են սահմանները եւ ինֆորմացիան շատ արագ է հասնում մենք տեսնում ենք արագ այդ որտեղ ինչ է կատարում եւ մեզ մոտ այդ ինֆորմացիոն հոսքը այսպես մի քիչ ուրիշ ասոցիացիաներ առաջացնում բայց դա միշտ եղել է մենք պիտի հասկանանք ընդհանուր առմամբ եւ մասնավորապես ընդհանուր առմամբ ինչ ենք ուզում եւ մասնավորապես ինչ ենք ուզում այս երկուսի հասկանալու համար պետք է շատ աշխատել մտածել կարևոր ուղեղները լուրջ ուղեղները հետաքրիր ուղեղները պետք է նստեն ու երկար մշակեն մի բան որը մեր սերունդներին օդ ու ջրի պես պետք է ասել եմ ասում կինոյի չփնովելով ոչ մի արվեստի այլ ճյուղի ես շատ սիրում եմ թե թատրոնը ես շատ սիրում եմ թե արվեստը այո այդ չի քննարկվում բայց կինոն ամենահզոր զենքն է սա փաստ է շատ հետաքրքիր զրույց էր կարելի է ասել շատ երկար խոսել երևի ամենահետաքրքիրներից մեկն է հա իրականում դե որտեվ բոլորս էլ կինո սիրում են ու ինքը դրական բանի հետ է միշտ ասոցացվում էլի ժամանցի հետ է ասոցացվում չէ Հայկ ջան շատ շնորհակալություն շատ բովանդակալից էր ես հուսով եմ որ այդ մեծամորի պրոյեկտը հաջողությամբ կավարտեք ու մենք տարիներ հետո արդեն այդ իր առաջին ծիլերը կտեսնենք էլի այդ ստուդիայի այդ ինֆրաստրուկտուրայի աշխատանքի ինչ ասեմ սպասենք մեր լավ ֆիլմերին որ մի օր նայենք ասենք այ լավ է դրսից ինչ որ լայքեր ստանանք ասենք կայացել է էլի այդ համակարգը զորազրույցներ եթերում հաջողություն ձեզ հաջողություն